Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես պարզապես փորձեմ մի քանի իրավական անդրադարձ կատարել 3 տեղի ունեցածին, հետո իհարկե խնդրենք պարոն Օրբելյանին շատ ավելի մանրամասնի քայլերի հաջորդականությունը, որը պետք է իրականացնենք, 3 ինչ տեղի ունեցավ, 3 կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2 ընտրատեղամասերում քվեարկությունները ճանաչեց անվավեր, այսինքն արդյունքները ճանաչեց անվավեր, թեև որոշման մեջ ձևակերպումները այնպիսին են, որ շատ դժվար է հասկանալ, խոսքը վերաբերում է արձանագրությանը, խոսքը վերաբերում է արդյունքներին, թե ինչ, ես կարծում եմ այստեղ լրացուցիչ մանրամասն հետազոտության կարիք կա, ուզում ասեմ նույնիսկ այդ որոշումը այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք, թե որքան հեռու տարող նպատակներ ունեն։ Անվավեր ճանաչելու լիազորություն արդյոք ուներ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իհարկե, ընտրական օրենսգիրքը այդպիսի հնարավորություն տալիս է, բայց միևնույն ժամանակ ընտրական օրենսգիրքը պահանջում է, որպեսզի տրվի գնահատական, թե արդյոք անվավեր ճանաչելու արդյունքում ազդեցություն ունենալու է ընտրության արդյունքների վրա, այսինքն 3 կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը դեռ չունի վերջնական տվյալները, ուզում եմ բոլորին հիշեցնել վերահաշվարկների գործընթացը ավարտվում է այսօր 14:00-ին, այսինքն ընտրական հանձնաժողովը դեռ չունենալով վերջնական պատկերը, անվավեր է ճանաչում ընտրությունների արդյունքները երկու ընտրական տեղամասում, միևնույն ժամանակ չտալով գնահատական արդյունքների վրա ազդեցության հետ կապված։ Այնուհետև 95-րդ հոդվածը պահանջում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչելու պարագայում, եթե առկա են 101 հոդվածի պահանջները, ինչի մասին քիչ առաջ խոսեցի, այսինքն արդյունքների վրա ազդեցությունը, պետք է նշանակի վերաքվեարկություն։ Հիմա այսպես շատ հանրային գործիչներ խոսում են այն մասին, որ բա օրինակ դուք եք խոսում, որ խախտումներ են կատարվել ընտրատեղամասերում եւ այլն, իսկ ինչու եք հիմա դժգոհում, հեսա կտեսնեք վերաքվեարկություն է նշանակվելու եւ այլն, ուզում եմ ասել, որ որևէ մեկը չի վստահում այսօրվա կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ մեծ է մեր անհանգստությունը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է այդպիսի որոշում չկայացնել։ Հետևաբար գործողությունների հաջորդականությունը առաջինը իհարկե պետք է լինել վերաքվեարկության պահանջ ներկայացնելը, այնուհետև մենք ունենք նաև դատական համակարգով այդպիսի գործընթաց իրականացնելու պարտավորեցման մասին դիմում ներկայացնելու հնարավորություն։ Բայց ինչ եմ ուզում կարևորը մատնանշել, գիտեք, մենք խոսում ենք իրավական գործընթացների մասին, բայց ակնհայտ է, որ այստեղ բացառապես քաղաքական որոշում է եւ քաղաքական որոշման նպատակը այն է, որպեսզի բոլոր հնարավոր միջոցներից օգտվել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չհայտնվի ազգային ժողովում, իսկ դա այսօր այս իշխանության համար իհարկե կենսական խնդիր է կայանում։ Արդյունքների վրա կարող է ազդել, լեգիտիմության առումով։ Տեսեք, որ երկրորդ նշանակվի դրա հիմք կարող է հանդիսանալ։ Նույն 101 հոդվածը խոսում է այն մասին, որ եթե վերաքվեարկության արդյունքները այնուամենայնիվ չեն վերացնում ուժերի նկատմամբ ազդեցությունը, ապա կարող է ազգային ժողովի անվավերության հետ կապված որոշում կայացնել։ Հետևաբար, այո, հետևանքները կարող են գնալ ընդհուպ միջև ազգային ժողովի ընտրությունների անվավեր ճանաչելը։ Ես կարծում եմ, պարոն Օրբելյանը շատ ավելի մանրամասն կխոսի նաև ընտրական օրենսգրքի կարգավորումների մասին, բայց քանի որ ես ունեմ այսօր այս ամբիոնը, ուզում եմ նաև ձեր ուշադրությունը գրավել մեկ այլ հարցի վրա, որը անուղղակիորեն կապված է ընտրությունների հետ, թեև մենք նաև ուղղակի կապերն ենք տեսնում, գիտեք, որ այսօր առավոտյան խուզարկություն տեղի ունեցավ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արեգնաս Մանուկյանի տանը, մեր գործընկերոջ տանը, եւ ես ուզում եմ պարզապես մեկ անգամ եւս հրավիրել բոլորի ուշադրությունը այն կներեք ձևակերպմանս համար, բայց այն խուժանության վրա, որ տեղի է ունենում ամեն անգամ եւ տեղի են իրականացվում են որոշակի քննչական գործողություններ։ Եթե հետեւել եք տեսագրությանը, ապա քննիչները ուրեմն մուտք են գործում մարդու տուն առաջին հերթին առանց պատշաճ ներկայանալու, թե իրենք ովքեր են եւ միայն մեր գործընկերոջ պահանջով է, որ բարեհաճում են ցույց տալ իրենց վկայականը եւ հավաստել, որ իրենք քննիչներ են եւ ոչ թե ինչ-որ խուլիգաններ, ովքեր մուտք են գործում մեր գործընկերոջ տուն, հետո երբ մեր գործընկերը պահանջում է որոշումը
դատարանի խոզարկություն իրականացնելու վերաբերյալ մեր գործընկերոջն ասում են դուք խոչընդոտում եք քննչական գործողությանը։ Այդպիսի աբսուրդ պարզապես հնարավոր չէ պատկերացնել, սա էլ խոսում է այն մասին, որ ԻԱՊ համակարգը ծառայում է ինչ-որ մեկին, պարզապես որոշում է պետք է այնքան անմռունչ ծառայել, որ իրենց համար պարզապես նշանակություն չունի, որ իրենց գործողություններով նույնիսկ ոչ միայն այսպես կասկածի տակ են դնում ողջ գործընթացը, այլ նաև իրենց գործողություններով ողջ իրավապահ համակարգի նկատմամբ ստեղծում են ոչ վստահելի վերաբերմունք։ Իսկ ինչու Արեգնաց Մանուկյանն ստանը խոզարկություն, որովհետև գիտեք, որ նախընտրական քարոզարշավին մեկուսացրեցին Անդրանիկ Թևանյանին, դրանով իսկ խոչընդոտներ ստեղծեցին Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական քարոզչության համար եւ դրանով իսկ փորձեցին ազդեցություն գործել ընտրությունների արդյունքների վրա։ Այլ կերպ քան ընտրակեղծիկ եւ կամ ընտրախախտում ներողություն կոչել այդ գործողությունները հնարավոր չէ։ Շնորհակալություն։